Սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում, այսօր եկել ենք Արարատի Մարս գյուղ Ավշար, ձմերուկի դաշտեր, ուզում ենք տեսնենք ձմերուկներն ինչ վիճակում են, սա այն դաշտերն են, որտեղ ձմերուկի ցանելու պրոցեսն եմ ձեզ համար նկարել, հիմա այստեղ դաշտատերն ասեց, որ մի հատ քոլի վրա, այսպես ասած, փորձել է ստանալ հետաքրքիր մի բան, ասեց կարծեմ ձմերուկի քոլի վրա փորձել է դդում ստանալ, թե դդումի քոլի վրա ձմերուկ, հիմա մոտենանք տեսնենք ինչ կասի։ Մի վարք։ Մի վարք։ Հիմա սա համ ձմերուկ է, համ դդում։ Այս մի հատը չեմ փոկել, բայց մնացածը փոկել եմ, արդեն ձմերուկն է։ Տեսի ձմերուկի արմատն է, դդում։ Հա, դդումի քոլի վրա էս պատված բան արել։ Հա, առել ես։ Իսկ սրա վեգետացիան ո՞նց է, մյուսների հետ համեմատ ո՞նց է։ Նկատում ունեմ ավելի փարթամա թփերը ավելի լավ աճում։ 100 կիլո բեր կա տալի Երկու հատ է բռնա, հետո։ Հա, հետաքրքիր է։ Այր ինչը որ բռնել է նորմալ է։ Այսինքն սրա դեպքում բոլոր պտուղները նորմալ են բռնում։ Հա։ Հետաքրքիր է։ Ռախիտ է, էլի։ Հա, հիվանդություններ կա նրանց վրա։ Իսկ այդ ռախիտ կոչվածը ինչի արդյունք է։ Այդ որ ասում ես ռախիտ է եղել, ինչի արդյունք է։ Դե առաջի պտուղը հիմնականում ելնում է այտենց էլի։ Հասկանալի։ Ջուրն էլ ադա մի քանի ձմերուկն է, էլի կտրել են։ Ես չեմ կտրել, բայց կտրաստվել եմ։ Այսինքն հենց sense վաճառում են։ Հա։ Սրա դեպքում ասեք պտուղները, բոլոր պտուղները կարելի ասել լավ են բռնում։ Մի հատ քոլը մինչև 100 կիլո ձմերուկ է։ Հասկանանք, տեսնենք ընթացքում կգանք հասկանանք։ Ինչքանով է հավաստի։ Պետք է իրան։ Դրա համար եմ այս կողքը ցանը։ Հա, տեսեք, 7 մետր երկարելու է ասում։ եթե միջև 7 մետր երկարելու է, գնալու է այս ազատ տարածքի վրա։ Իսկ այստեղ ոնց հասկացա, չեք կտրել։ Այդ մեկը ես եմ փոխակի հետաքրքրան համար թողել տնանիշ դեպքում։ Տեսեք սիրելի հետևորդներ, նույն թփի վրա աճում է եւ չէ, եւ սեղ։ Չէ, ցեխը առանձին։ Սեղն առանձին է։ Մի րոպե, թուփը ինչի թուփ ասեցիր։ Ինքը արմատը դդում է քոլը ձմերուկ, բայց դդումը բեչա էր տվել թողել եմ։ Հա, սրանք դդումի տերևներն են, ճիշտ է։ Համ ձմերուկ։ Հա, համ դդում, համ ձմերուկ։ Այսինքն դդումը իր դիմադրողականության շնորհիվ է, որ դդումի վրա են անում։ Հա։ Այսինքն փտախտից չի վախենում եւ ջուրը խփելուց չի վախենում։ Տեսեք, սրանք էլ սովորական ձմերուկներն են։ Նոր են թաղերը բացվել, թաղերը քսել։ Հիբրիդ, գնանք տեսնենք հիբրիդը ինչ անուն ունի հիբրիդը։ Սեմինեսի գրինջար։ Հիմա մոտենանք առաջ։ Այսպես է։ Տեսեք։ Տեսեք, սրանք էլ հիվանդ ձմերուկներն են, որ չեն թողնում քոլերի վրա, սրանք իմաստ չկա, որովհետև տեսնում եք վնասված է, սա մեծանալուց եւ արդեն դեֆորմացված է մեծանալու եւ սրա տեղը կարելի է ավելի լավ ձմերուկ ստանալ, իմաստ չկա դրանք պահել թփերի վրա, ուղղակի այդպես անցնում են շարքերով ու մաքրում են, անպայման քամիների ժամանակ թաղերն են ուղում, որովհետև քամիները շատ են լինում, սեսել Մնացածն էլ ասեցին, որ պրոդյուսեր տեսակի ձմերուկներ են։ Այս դաշտում ձեզ համար, ինչպես ասեցի, արդեն տեսանյութ նկարել եմ։ Մի քանի տարի առաջ էլ եմ ձմերուկի տեսանյութերը նույն դաշտում նկարել, սրանք բաց գրունտում ցանված ձմերուկներն են։ Ճիշտ է, բաց գրունտում են, բայց պոլիէթիլենային թաղանթներ են, ինչպես տեսնում եք։ Ու փորձել են այնպես անել, որ մի փոքր վեգետացիան ավելի արագ լինի այս դաշտում։ Քանի որ բավականին ուշ էին տնկել։ Ես որքանով որ տեսնում եմ, առաջիկայում դեռ չենք սպասում ձմերուկի։ Դեռ սրանք բավականին փոքր են, էլի որ ձմերուկներ լինեն։ Դաշտատերն ասես, քանի որ հողը, կավային հող է եւ շատ ջուր է պահում իր մեջ, ցանելուց հետո երկրորդ ջուրը տվել է 10 օր առաջ։ Պատկերացնում եք, արդեն ասեց 50 օր է, որ ցանելուց հետո չեմ ջրել։ Ինքը իրենով այդ խոնավության հաշվին սկսել է աշխատել։
եթե ջուր տար, այսպես ասում են, թաղը ընկնում է։ Ձմերուկի թաղերը կընկնեին։ Այսպես սիրելի հետևորդներ, գնանք տեսնենք էլ ինչ կպատմեմ ես ձմերուկի մասին։ Այսինքն բույսը ավելի արագ է սկսել աշխատել եւ ինչպես ասում են, լրացուցիչ բանվորական ուժը այս տարի ի հաշիվ այս պոլիէթիլենային թաղանթների ավելի քիչ է եղել։ Այսպես։ Իսկ տարվա կտրվածքով բույսը ինչպես է զարգանում, այս տարի հետ է, թե առաջ է բույսը։ Անցած տարվա չէ, ինքը արագ է, չէ, երևի ես ցելոֆոնացում։ Դաժե եմիջները միջև այնտեղ ցելոֆոնով է, այնի ցելոֆոնով չի տարբերությունը կա։ Հա, տարբերությունը։ Հենց հիմա նույն իրար է ցանածով, ակեսյանը թաղանթով է, այն կողմը չէ։ Տեսեք, դիմացը թաղանթով է, դրանից հետո արդեն չէ։ Կողմի քոլերը։ Այս կողմի քոլերը արդեն չէ։ Միանգամից չել ծլե, ինի նորմալ չել ծլե, էսի ծլելա, ինի չել ծլել նորմալ, որ թաղանթով չէր, լավ չծլեց։ Շատ լավ։ Իսկ այս պահին որևէ սրսկումներ, պարարտացումներ անում եք բույսին։ Իսկ երբ ծալարացող սրսկում։ Եղանակը իր գործն անում է, այսինքն հասկանալի։ Վերցը զապիս անում էլի մեզ։ Սիրելի հետևորդներ, այս հատվածում էլ ձմերուկի մյուս դաշտն է, նույն դաշտատիրոջ մյուս դաշտն է, այստեղ ավելի լավ վիճակում են, այստեղ խոնավությունը կարծես ավելի լավ է պահպանվում եւ ձմերուկներն էլ ոնց որ թե ավելի լավ վիճակում են գտնվում։ Արդեն 1-2 տեղ տեսել եմ, որ առողջ պտուղներ կան, գիտեք, որ ձմերուկը իրականում այնքան էլ չի սիրում, որ իրեն աչուձախ են անում, այդ պտուղները սկսում են վնասվել, դրա համար պարզապես ձեզ այսպես ցույց կտամ։ Այսպես։ Սրանք տեղական թարմ եւ քաղցր ձմերուկներն են, որոնք առաջիկայում կլինեն մեր շուկայում եւ կկարողանանք արդեն գնել տեղական ձմերուկները։ Այսպես սիրելի հետևորդներ, այսքանով ավարտում եմ ձմերուկի այս տեսանյութը, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի նաեւ բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Ես շատ հաճախ տեսնում եմ, որ շատ դիտումներ կան, բայց բաժանորդագրությունների հարցում մարդիկ մի փոքր կասկածում են, ասեն, որ ձեր բաժանորդագրությունները շատ օգնում են ինձ եւ ալիքի զարգացման հարցում, ուստի եթե ուզում եք աջակցեք ալիքին, կարող եք պարզապես բաժանորդագրվել, դրանով իսկ արդեն մեծ գործ արած կլինեք։ Դե ինչ, այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։